Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր զրուցելու եմ մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանի հետ։ Պարոն Քոչարյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն։ Քննարկելու բավականին շատ բան ունենք։ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց նախօրեին իր աջակիցների հետ եւ այդ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ մասնակցելու է ընտրություններին։ Ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը շատ նյարդայնանալու մտահոգվելու առիթ ունեն։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանն իր թիմը, իրեն աջակցող թիմերը, իրեն աճեցրած թիմը, հա, իրենք բոլորը միշտ Ռոբերտ Քոչարյանը անուն ազգանունը լսելուց արդեն անհանգստության նշաններ են ցուցաբերում եւ ես բազմիցս ասել եմ, որ այդ Քոչարյանացիությունը դա ավելի շատ հոգեբուժների արդեն հետազոտության թեմա է եւ ոչ միայն քաղաքական, որովհետեւ տեսեք Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանի մեջ շատ մեծ տարբերություն կա, նույնիսկ վիզուալ, դուք որ տեսնում եք նույն իրենց ասուլիսները, նույն իրենց վարքագիծը երկու տարբեր բևեռներ են, հա, մի բևեռի վրա հիստերիկ, ջղաձիկ, անկայուն, օրվա մեջ հազար ու մի ձևի իր կարծիքը մոռացող, փոխող եւ այլն, եւ մյուս կողմում լրջություն, ստաբիլություն եւ ինչն է միշտ, ինչու եմ ես միշտ կարևորել Քոչարյանի խոսքը, ուղղակի չի խոսում, հա, այսինքն խնդիրի մասին ընդգծում է, բացատրում է, վերլուծում է եւ լուծում է առաջարկում։ Շատ քիչ մարդ կա, որ բոլորս էլ կարող ենք մեկնաբանել, հա, խնդիրները, բայց լուծում առաջարկելը եւ ավելին այդ լուծման տեր կանգնելու պատրաստակամությունը դա շատ քիչ մարդկանց մոտ է, ոչ միայն Հայաստանում, ընդհանրապես այս քաղաքական աշխարհում, եւ նրանց մեկը Ռոբերտ Քոչարյանն է եւ այդ ֆոնի վրա, հա, յուրաքանչյուր անգամ Քոչարյանը կարող է 2 տարի չխոսել, հա, մի անգամ խոսել, արդեն Նիկոլ Փաշինյանի 2 տարվա խոսացած արասները, չարասները, այդ ամեն ինչը ոնց որ թե դառնում է բավականին անլուրջ այդ ֆոնի վրա։ Անդրադարձ եղավ նաև խորհրդարանական ձևով կառավարմանը, մասնակիցներից մեկը այդ մասով հարց տվեց, ինչին Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ կարելի է նախագահի ինստիտուտը ավելի ուժեղացնել, հակակշիռ դարձնելու համար, որպեսզի բոլոր որոշումները խորհրդարանի միջոցով չկատարվեն։ Այս մասով ինչ կասեք, հնարավոր է այդ տարբերակը կյանքի կոչել։ Անդրադարձ եղավ նաև 2015 թվականի սահմանադրական մոդելին, որը իսկապես խնդրահարույց է դարձել։ Տեսեք, ամենախայտարակ մոդելն է փաստացի, չնայած Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ 2015 թվականի ծանրության մասին բավականին հստակ ձևակերպումներ տվել է դեռևս այն ժամանակ, հա, եւ որ չի պատրաստում ընդհանրապես այս վտանգավոր պրոյեկտի շուրջ քննարկման մեջ մտնել, նաեւ ինքը ասել է ժամանակին, պատմությունը ցույց տվեց, որ երևի թե ամենախայտարակ սահմանադրությունն էր, ինչով էր խայտարակ, որ ունենք այն ինչ ունենք եւ չեն կարողանում ազատվել նրանից այն ինչ ունենք, հա, այս սահմանադրությամբ, այսինքն լղոզված պատասխանատվություն, հա, անհասկանալի դերակատարում, ուրեմն պատերազմի ժամանակ վարչապետի եւ ոչ պատերազմի ժամանակ, հա, լուծումներ եւ որոշումներ ընդունելու, այսպես ասենք, խճճվածություն, ով է վերջը պատասխանատու կոնկրետ տվյալ ինչ-որ որոշման համար։ Այն, որ ամբողջական ուրեմն իշխանություն է ստանում ուժը, որը նույնիսկ 50%-ից ավել ձայն չի հավաքում։ Եվ բազմաթիվ այսպիսի խութեր, որոնցից շատ լավ օգնում է հիմա Նիկոլ Փաշինյանը եւ գլոբալ առումով ես որոշակի մասնագետներ հետ խոսում եմ ժամանակին իրենք ասին եթե Փաշինյանը չուզում հրաժարական տալ համարյա ճանապարհ չկա նորմալ, հա, որպեսզի կարողանան իրեն դա ստիպել։ Եվ դրա պատճառը այդ սահմանադրությունն է։ Նաեւ այդ սահմանադրությունն է, որը կրկին էլի եմ ասում, ինչ որ փորձնական սահմանադրություններ, թե տվյալ պայի համար տվյալ իշխանության տեսլականով գրված սահմանադրություններ, որը երևի թե մարդիկ չէին նախատեսել, որ կարող է պատերազմ լինել, հա, որ կարող է պատերազմի հետևանքներ լինեն, որ կարող են անկայունություններ լինեն, որ կարող է եկեղեցու վրա գրող սկսի, որ կարող է սա լինի, որ կարող է երկրի կառավարիչը փորձի
հրաժարվել Արցախից, հա, երբ որ ու այս զսպող մեխանիզմներ չկային, հա։ Ռոբերտ Քոչարյանը առաջարկածը, այո, շատերն են դա առաջարկում, որ իհարկե նախագահ ինստիտուտը ուժեղանա եւ այս կիսա անհասկանալի խորհրդարանական հանրապետությունից ամեն դեպքում գոնե դառնա կիսա նախագահական, որտեղ կլինի հստակ մարդ, հա, որը պատասխանատու է, չի կարող կանգնել ասել ես պատասխանատու եմ, բայց մեղավոր չէ կամ մեղավոր է պատասխանատու չէ, այլ հստակ պատասխանատվություն ընդգծված կլինի եւ կունենա վերահսկողական որոշակի նաեւ լծակներ, այո։ Եվ ինքը կունենա այսպես ասենք կառավարչական լծակներ պատասխանատվության, ուրեմն զգացում կունենա, բայց երկրորդը նաեւ որոշակի ձևի ավելի խիստ կվերահսկվի եւ հասարակության կողմից եւ գործադիրի կողմից եւ խորհրդարանի կողմից, այսինքն այն բալանսը, որը խախտվեց 2015 թվականի սահմանադրությամբ, իմ կարծիքով պետք է որոշակի վերականգնվի եւ լավ կլինի, որ դա չուշանա։ Պարոն Քոչարյան, Ռոբերտ Քոչարյանի հանդիպման ժամանակ հնչեցրած մյուս կարևոր դիտարկումները, որ օրինակ դուք ձեզ համար առանձնացրել եք։ Գիտեք, բավականին եւս մի քանի անգամ ընդգծվեց այն տիպաժը, հա, որը հիմա ղեկավարում է երկիրը, որտեղ դա շատ կարևոր է, անընդհատ մարդկանց պետք է բացատրել, անընդհատ մարդկանց պետք է պատմել, ով է ղեկավարում այս երկիրը, ինչեր է արել, ինչն է սխալները արել, բավականին լավ ռասկլադեր, դա արվել է միտումնավոր, դա արվել է գիտության պատճառով, թե անփորձության պատճառով, այսինքն սա շատ լավ վերլուծվել է, եւս մի քանի անգամ ասվել է Որ մինչև 20 թվականը դա տգետ կառավարման հետևանք էր, 20 թվականից հետո արդեն չենք կարող։ Գլոբալ առումով արդեն այդպիսի տպավորություն է, օրինակ իմ մոտ, որ նույնիսկ այն ժամանակ էլ արդեն որոշակի բաներ միտումնավոր են արվել, բայց ել եմ ասում, միշտ ասվում է եւ անցնում են այն կողմ, հա, այստեղ պետք է ուղղակի այս թեզերը դերացել փաստերի եւ անընդհատ մեր հասարակությանը դա ասել կարևոր պահներ ընտրությունների մասնակցել է իհարկե կարևոր բացատրություններ ինչ է կատարվում միջազգային ուրեմն օրակարգում, հա, որ երկրները իրենց ոնց են բան, որ ընդհանրապես փոխվել է բանակցային ստրատեգիան, տակտիկան, որ փոխվել է միաբևեռ աշխարհը, որ տարբեր բևեռ են, բավականին լավ հետաքրքիր նկարագրվեց նույն Չինաստանի վարկագիծը բանակցային սեղանի շուրջ, Ռուսաստանի վարկագիծը, Միացյալ Նահանգների վարկագիծը, հա, այսինքն ասվում էր շատ պարզ, կոնկրետ, հա, բաներ, որոնք շատ հաճախ օրինակ բավականին շատ մարդիկ նույնիսկ փորձագետներ ինչ որ բառակույտի բանի հետևից ընկնելով տերմինների հետևից ընկնելով կորցնում են բուն հարցի էությունը, այդ կողմից Ունեմ ասում Ռոբերտ Քոչարյանը երբեք ավելորդ ինչ-որ պոպուլիզմով կամ ինչ-որ բառախաղերով չի տառապել, հա, եւ իր ասածները միշտ ունեցել են հիմնավորումներ եւ էլ եմ ասում ամենակարևորը, որ շատերիս հիմա պակասում է եւ ոչ միայն նաեւ Հայաստանում, այլ նաեւ դուրսը, որ մարդիկ ինչ-որ բան մեկնաբանելիս նաեւ լուծումները տան եւ ավելին իրենց լուծումներին տեր կանգնեն եւ այստեղ էլ եմ ասում կոնկրետ Հայաստանի Արագայում Ռոբերտ Քոչարյանը հատուկ այդ մարդկանցից է, որը երկար արդեն տասնամյակներին այդ ոճը պահում է եւ իրականացնում է։ Պարոն Քոչարյան, դուք նշեցիք, որ այն խոսքերը, որ ասեց Ռոբերտ Քոչարյանը, պետք է անընդհատ մարդկանց բացատրել, նույնը կրկնել, որպեսզի մարդիկ ի վերջո հասկանան, մտածեն դրանց շուրջ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է իշխանական քարոզչամեքենան աշխատում, որը ինչպես եւ Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, շատ լավ են աշխատում ու կարողանում են մարդկանց ուղեղում այդ նստվածքը տալ։ Կարողանում է արդյոք ընդդիմությունը նույնքան արդյունավետորեն աշխատել հենց նույն քարոզչական դաշտում, ու ինչն է պակասում, ինչն են սխալանում կամ որտեղ են թերանում։ Հիմնական թերացումը իմ կարծիքով դա անընդհատ ընկնել Նիկոլ Փաշինյանի առաջարկած օրակարգերի ետևից, հա, տեսեք վառ օրինակ, մենք դեռևս խոսենք հույսով եմ այս թեմայի, շուրջ այն ինչ կատարվեց 3 Գյումրիում, հա, 3 Գյումրիում տոտալ ֆիասկո էր Նիկոլ Փաշինյանի, բացարձակ ֆիասկո էր, հա, այսպես ասենք։ Եվ ինչ եղավ, ողջավորության այդ ամեն ինչի ֆոնի վրա Նիկոլ Փաշինյանը մի անհետ առաջարկ է գրում իր մոտ, հա։ Իմ ներքը եկեղեցին եմ հնչեցնել։ Օրներքը ինչ որ հնչեցնել եկեղեցում, վերջ, բոլորը մոռանում են, հա,
ինչ է եղել Գյումրիում եւ սկսում են այսպես թե այնպես էլ անդրադառնալով, էլ վատ բան ասելով, էլ ծաղրելով էլ եսի ինչ, բայց օրվա վերջում բոլորը քննարկում են Նիկոլ Փաշինյանը անհետ առաջարկը։ Փաստորեն ինքը այն ծանր հարվածը, իրոք շատ ծանր հարված է ստացել ինքը Գյումրիում, որտեղ փաստացի Միքայել Սրբազանը գտնվելով անազատության մեջ իրեն Գյումրիում հաղթեց, հա, եւ հայտարարեց ուղղակի, հա, Փաշինյանին եւ Փաշինյանի այդ շրջիկ կրկեսի ներկայացուցիչներին, բայց մենք չգիտես ինչի վերջում սկսում ենք քննարկել ինչ որ Նիկոլ Փաշինյանի օրակարգը այդ թեմայի ողջորված այսօր շարունակում է որոշակի անհետեցություններ գրել եւ վերջ, հա, այստեղ ընդդիմությունը պետք է առաջարկի իր օրակարգերը իհարկե, հա, եթե նույնիսկ չկա օրակարգ, միշտ օրակարգեր կարելի է ձևավորել, հա, կարելի է ամսվա սկզբին գրել որոշակի օրակարգեր, որոնք միշտ կան, հա, որովհետև միշտ որոշակի նույն սոցիալական խնդիրներ կան, քաղաքական խնդիրներ կան, աշխարհակաղակական խնդիրներ կան, եւ այնուհետև չհետևել Նիկոլ Փաշինյանի օրակարգին։ Եթե Նիկոլ Փաշինյանը երեք գրեր եկեղեցու մասին ոչ մեկ չանդրադառնար, դա կլներ օրինակ երեկվա օրվա վերջնական տոտալ ֆիասկոն Նիկոլ Փաշինյանի, հա, քիչ է Գյումրիում ստորացրին, հա, մի հատ էլ վերջում արդեն թքած ունեն իր ասածների վրա։ Քանի իր ասածների վրա այսպիսի բուրըն արձագանք է լինում, կարելի է ասել, որ օրակարգ թելադրողը ինքն է։ Երկրորդն ինչն է շատ կարևոր։ Տեսեք, 2018 թվականից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բազմաթիվ սխալներ է գործել եւ սոցիալական դաշտում, մարդկային դաշտում, ռազմական դաշտում եւ այլն։ Ինչ էր անում Նիկոլ Փաշինյանը, երբ որ ինքը ընդդիմադիր էր 2000 թվականներից որոշակի թեմաներ են ինքը առաջ քաշում եւ քննադատում, որոնք մինչեւ հիմա ինքը այդ թեմաներով խոսում է, հա, օրինակ նույն հոկտեմբերի 27, մարտի 1, գազի գին, չգիտեմ, սրակ աշարակելությունը, նա նույն եկեղեցու հետ կապված, հա, ինչ որ շեշտադրումներ, ինքը հետեւողական է 2018 թվականից Նիկոլ Փաշինյանը բավականին շատ մեղքեր է գործել, հա, որոնք ընդդիմությունը մոռանում է ընկնելով հերթական նոր մեղքի հետևից։ Իսկ նախորդ արած մեղքերը բավականին ցայտուն են եղել եւ եթե անընդհատ ժողովրդին դրա մասին հիշացնել, բավականին շատ բանի կարելի է ասել։ Օրինակ դասական օրինակները Նիկոլ Փաշինյանի իշխանափոխության Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին ասեցին ոչ բռնի հեղափոխություն է, հա, բայց ոչ բռնի հեղափոխության ժամանակ մարդ է զոհվել, մահացել, հա, սպանել են այսպես ասենք, երկրապահի ներկայացուցիչ մեկը ինչ միացնում, հա, այդ մարդու մասին մոռացել են։ Նիկոլ Փաշինյանի իշխանության նոր սկզբի ժամանակ սովամահ է եղել Կալանավայրում Մայր Եղիազարյանը, եթե չեմ սխալվում, լրագրող, հա, հայնիզի գլխավոր խմբագիրը Սոնամ Նացականյանի դեպքը կրկին սկսել ենք մոռանալ, հա, Նիկոլ Փաշինյանը այդ բոլոր դեպքերը ջրերես էր հանելու։ Նիկոլ Փաշինյանի չեն հիշացնում ինչ որ սեպու ավտոմեքենաները, ինչ որ լվացքի մեքենաների գործարան, Գյումրիի դոմիկները, տեսեք Նիկոլ Փաշինյանը ոչ մի վերանորոգում, ոչ մի բան չի սարքել։ Մեկ բնակարան չի հանձնել Գյումրիում։ Բայց ինչ եք ասում, ասֆալտ է փռել։ Դա էլ են բանանում, ասֆալտի հետևից կարելի գնել ցույց տալ այդ ասֆալտ, նույնիսկ ինքը ասֆալտը փռում է, բայց եթե մի տարի հետո գնալ ասֆալտի հետևից, այդ ասֆալտի մեծ մասը քայքայված է։ Այսինքն պետք է հետևողականորեն, հա, անընդհատ կրկնել իր չարածները, իր մեղսագործածները եւ այս ամեն ինչը եւ անընդհատ ժողովրդին հիշացնել, ով է Նիկոլ Փաշինյանը, ոնց է իրենց խաբել, ոնց է ինքը հարստացել, օրինակ բավականին հաջողված է իմ կարծիքով նույն Աննա Գրիգորյանի ստրատեգիան ազգային ժողովում, որ ինքը անընդհատ իրենց բերում է ցույց է տալիս իրենց բացթողներ, իրենց կոռուպցիան, հա, իրենք որտեղ ամենտեղ թոզ են փչում, որ կոռուպցիա չկա եւ իրենց ցույց է տալիս կոռուպցիա, մենք տեսնում ենք, որ այդ մարդիկ եւ արդեն ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաեւ իր կուսակիցները իրանք ուղղակի համբերությունը կորցնում են, ջղայնանում են, ես ինչ-որ ավելորդ էմոցիաներ են ցույց տալիս, այսինքն կոնկրետ այս մի փոքր դրվագում աշխատում է, եթե այլ փոքր դրվագները մեր դա լինի, իմ կարծիքով ժողովրդի իշխանությունը պարբերաբար թարմացնելով եւ հիշացնելով ընդհանրապես այս մարդիկ ովքեր են եւ ինչ են դարել, ավելի պրոդուկտիվ կլինի եւ ավելի էֆեկտիվ կլինի քարոզչությունը։ Տեսեք, երեք օրինակ ես տեսա, իմ դուրս եկավ, հա, որ այդ համեմատությունները դրեցին, ոտքով քայլող, կիսաճղված շորերով, հա, բոթասներով
Գյումրիից Երևան եկող Փաշինյանակալները եւ 7 տարի անց արդեն ջիպերով, հա, մեծ են սև ամեն ինչով եկեղեցու մոտ կանգնած է, այսինքն 7 տարվա մեջ փաստացի այս մարդիկ ու առնվազն ժողովրդական լեզվով ասած իրենք դզվել են։ Բայց Հայաստանի բնակչության ծայրահեղ աղքատների թիվն է մեծացել։ Բնակչությունը ում միջից իրենք դուրս են եկել, հա, իրենք չեն դզվել այդ ժողովուրդը, հա, այսինքն ու իրենք ինչ են, գիտեք, եթե իրենք հետո օրինակ մեկ-մեկ խոսում ես, ասում ես, տեսեք, սա էս ունի, սա այն ունի, սրա պրիչոսկ են, սրա լավ է անում։ Տենց հանրայինորեն կարող ասի լավ է անում, հասնում է իրան եւ այլն, դուք ձեր եսիմ ինչ որ նախկիններով միլիարդներով թալանում անում, բայց հետո այդ մարդը գնում է տուն, ու մտածում ես ոնց եղավ, որ այս աղջիկը եղել է մեր հարևանի աղջիկը, որ եկել է մեզանից չգիտեմ ինչը, կարակ ա ուզել, ձեթ ա ուզել, շաքար ա ուզել, չեն ունեցել, փող ենք տվել պարտքով բան, բայց հիմա այս աղջիկը տուն ունի, տեղ ունի, գնում է ինչ-որ թանկանոց վարսավիրանոցներ եւ այլն, բայց ինչի տես չդարա, բայց չէ որ մենք միասին ենք փողոց։ Չէ որ ինձ խոսք էին տվել, որ թալանը ինձ են վերադարձնել։ Եվ չեն վերադարձնել, այսինքն այստեղ էլ պետք է անդադ շեշտել եւ օրինակ ես մի փոքր համաձայն չեմ, երբ որ փորձում են Նիկոլի ստերը բացահայտելով գնալ, գիտեք ինչի, շատ մարդիկ նրանք են սիրում ստել, հա? Եթե դու գնաս սովորական մենակ տաքսիստներ կան, որոնք խաբում են ժողովրդին, հա, սիրում են։ Պատմում են բաներ, որոնց մեջ եթե դու գնաս տաքսիստներից ցես պատմել, որ Նիկոլոս Ուտասանը, դա իրենց ավելի է բանանելու գրավելու, որովհետև իրանք են իրենց օրվա ընթացքում այսպիսի որոշ տաքսիստների մասին է խոսքը գնում, հա, եւ այսպիսի կացի պետք է նաեւ հասկանաս, որ կատեգորիայի մոտ ինչ պետք է ասես, բժշկի մոտ մի բան պետք է ասես, հա, այսինքն այդ դեֆրագմենտացիան դաշտի պետք է լինի, այսինքն հատվածաբար պետք է այն հատվածի հետ օրինակ բժիշկների հետ մի լեզվով պետք է խոսաս, գյուղացու հետ ուրիշ լեզվով պետք է խոսաս, նրանց հետ ուրիշ լեզվով պետք է խոսաս։ Չեմ կարող ասել ընդհանրապես այդպիսի գործունեություն չի ծավալվում եւ այլն բան չի արվում, բայց ելի եմ ասում, եթե վերադառնանք հիմնական ուրեմն ինչ պետք է անի ընդդիմությունը, դա անընդհատ հիշեցնի ժողովրդին 2018 թվականից Նիկոլի բոլոր կատարած մեղքերը հիշեցնի, թարմացնի անդադ այդ հիշողությունը եւ մնացած իմ կարծիքով արդեն ժողովրդը կանի ընդդիմությունները։ Ռոբերտ Քոչարյանը նաև նշեց այսպիսի մի միտք կարմիր գծերի բացակայության մասին, այն Նիկոլ Փաշինյանին հավաքական արևմուտքը ներում է գրեթե ամեն ինչ քաղաքական բանտարկյալների մասին, ոչ լսել են, ոչ տեղյակ են, ոչ էլ տեսել են։ Իր քաղաքական մրցակիցներին պարզապես անազատությունից զրկելով կամ այլ միջոցներով լրացնող Նիկոլ Փաշինյանի հետ 2026-ին ընտրությունների գնալը ինչի է հավասար եւ արդյոք մտահոգություններ այս մասով եւս չկան, հատկապես որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամները մեր հանրային հեռուստաընկերության ենթերից անընդհատ այն թեզն են տանում, թե ինչու երկու նախագահները անազատության մեջ չեն։ Մեր իբրև թե իրենց ընտրողները այդ հարցն են իրենց տալիս։ Ինչի գնալ ընտրությունների, տեսեք, ինչպես գնալ ընտրությունների։ Ինչպես գնալ եւ ինչու գնալ, հա, որովհետեւ շատերը ասում են ընտրությունների պետք չի գնալ, հա։ Նայեք, ընտրությունները դա այն հնարավորություններից մեկն է, որով դու կարող ես իշխանափոխություն անել։ Շատերը արդեն ասում են, որ դեմից ընտրությունները կեղծված են եւ այլն, հա։ Կամ որ մասնակցում եք իրենց հետ, ուրեմն լեգիտիմացնում եք իրենց։ Դե հիմա եթե չմասնակցես, միևնույն ինքը լեգիտիմորեն ընտրվել է, հատկապես ձեր շեշտածից, որ Եվրոպան ամեն ինչով աջակցում է եւ այլն։ Հիմա տեսեք, Հայաստանում այնպիսի իրավիճակ է եւ դա օթից ոչ մեկ չի ասում, այլ իրականում եւ բոլոր թվերը եւ հարցումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը ունի մի ռեյտինգ, որը բավականին ցածր է, որը նույնիսկ կեղծիքներով հանդերձ, հա, հնարավոր չի բերել հասցնել այն իրավիճակի, որ ինքը այսպես շանդալից հաղթանակ տանի եւ բոլոր հարցերը փակի։ Այսինքն այս ընտրությունները մեջմիացնում Գյումրիում, Փարաքյարում եւ այլ տեղեր իրենք ցույց են տալիս, որ նույնիսկ լցոնումներով, մարդկանց գրանցելով նախորոք ընտրատարածքներում վախով, կաշառքով եւ այլն չի կարողանում ինքը ապահովել այն տոկոսները, որը ինքը այսպես ապահովում է ժամանակին, հա։ Այսինքն այստեղ նշանակում է, այստեղ կարևորն է մի բան եւ Ռոբերտ Քոչարյանն է դա ասում իր խոսքում, որ մենք պետք է եթե գնում ենք ընտրությունների, ապա այնպես են գնում, որ եթեներ կողքից չունենանք։
եթե չհաղթենք, sense կնի, եթե նա sense բանը չէ, եթե դու գնում ես դեպի հաղթանակ եւ այստեղ ուրեմն ճիշտ պետք է կառուցես քո նախընտրական ուրեմն արշավը եւ ոչ միայն դու, այլ նաեւ այն քո անդիմադիր ընկերները, հա, որոնք նույնպես մասնակցել են դրան, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չկարողանա ձեր ուրեմն որոշակի հակասությունների վրա խաղալ, հա, B դաշտում չթողել, որ հայտնվեն ուժեր, որոնք փոշիացնելու են ձայները, եւ G փորձել բացահայտել Նիկոլ Փաշինյանի կողմից ներդրված մարդկանց ընդդիմադիր դաշտ, հա, ովքեր տանել են որոշակի գործունեություն, որի վերջը աշխատել է Նիկոլ Փաշինյանի օգտին։ Եվ եթե ճիշտ իհարկե աշխատել, ամեն ինչ էլ կարող է ստացվի։ Նույնիսկ էլ եմ ասում, եթե Նիկոլ Փաշինյանը փորձի դիմի կեղծիքների։ Քանի որ շատերը արդեն հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանը գլոբալ առումով ժողովրդական աջակցություն այլևս չունի։ Տեսեք, ինքը գնում է եկեղեցի, հա, շրջապատված ոստիկաններով։ Ինքը երևի թե աշխարհի, չգիտեմ, ունեցվածքի կեսը կտար նրա համար, որ ինքը 5000 աջակիցներով մտներ Գյումրի եկեղեցի, ընդ որում աջակիցները լինեն գյումրեցի հենց։ Այսինքն ԿՊԱ-ականների ներսում էլ փաստացի աջակցություն չունի, որովհետև օրեցօր ավելի քիչ խոսափում են, փորձում են չերևալ, հա, արդեն կան կարկառուն ԿՊԱ-ականներ, որ նույնիսկ հաջորդ ազգային ժողով չեն ուզում մտնեն, հա, դա էլ է զգացում, այսինքն պարզ երևում է իր ցույցերը, իր հավաքների մասնակիցների տրամադրությունները, հա, ինչպես է ինքը մի հատ շրջիկ կրկես վերցրել եւ Հայաստանի տարբեր մարզերով գնում, փորձում տպավորություն ստեղծել։ Եվ տեսեք, սա ինչ է ցույց տալիս, որ համապետական ընտրություններին այնինչ օգտագործվեց Գյումրիում եւ Վաղարշապատում, այստեղ չի կարող ինքը օգտագործվել։ Գյումրիում եւ Վաղարշապատում ինքը թաքնվեց Սարիկ Մինասյանի եւ Արգիշտի Մեխակյանի, այսպես ասենք, ցիվիլ պատկերների ետևում, հա, այս բանի ընտրությունն ինքը դա չունի։ Էջմիածնում ինչպես խոսում են, հա, օդում կախված լուրեր կան եւ Վաղարշապատում եւ Գյումրիում որոշակի զանգված բերել գրանցել են տվյալ համայնքում նիկոլական հայացքներով, որոնք այներով մասնակցել են ընտրությունների, հետո իրենց արդեն դուրս կգրեն եւ այնտեղ ամեն ինչ ոնց է մաքուր կլինի։ Այստեղ ինքը չի կարող դա անել, հա, որովհետեւ եթե դու կարողանում ես, չգիտեմ, Փարաքերից բերես գրանցես Վաղարշապատում կամ Ախուրյանից բերես գրանցես Գյումրիում, այստեղ դու չես կարող գրանցել, էլի։ Այսինքն այստեղ էլ որոշակի բան ունի, խնդիր ունի կերտելու։ Իսկ Հայաստան բնակվող 40,000 հնդիկների հանգամանքը չեն կարող օգտագործել։ Հնդիկները դեռևս չեն կարող մասնակցել ընտրությունների։ Մեկ տարվա բնակություն իրենց չի տալիս։ Դա մունիցիպալ ընտրություններն են իրենք մասնակցում, տեսեք այդ հնարավորությունն չունի, փորձելու են իհարկե կեղծել, որոշակի տեխնոլոգիաներով կօգտագործեն, իսկ թվում է կրկին փորձեն արցախցիների որոշակի զանգվածի միջոցով էլի որոշակի բաներ անեն, ինչպես 21 թվին են արել, բայց անսպար չէ այդ ռեսուրսը։ Եթե ինքը ունենար նաև ժողովրդական տենց բավական մեծ աջակցություն, հա, դա էլ գումարած արդեն որոշակի ինչ-որ բան կաներ։ Ամեն դեպքում 21 թվականին որոշակի ժողովրդական աջակցություն կար։ Հիմա դա էլ չունի եւ այո, հնարավոր է ընտրությունների միջոցով ինչ-որ բան անել։ Հնարավոր է միգուցե փողոցով անել, միգուցե արտահերտով անել, բայց եթե դա չի ստացվում կամ եթե դա չի արվում, դա չի նշանակում, որ հունիսի ընտրություններին ընդդիմությունը պետք է գա անպատրաստ, հա, ընդդիմությունը պետք է հայտնվի ինչ-որ վիճակում, վայ, ընտրություններ, հա, չհասցնի նախապատրաստվել եւ ուրեմն հերթական պարտությունը կրի եւ դրա համար այո իմիգրանտները պետք է պատրաստվել հունիսի ընտրություններին ավելին պետք է հաշվարկել Փաշինյանի բոլոր հնարավոր նոր այսպես ասենք ֆոկուսները, այսինքն հնարավոր է ինքը կուսակցությունները հանի ընտրաշավից, հնարավոր է հերթական ռեպրեսիաներ, հնարավոր է նոր կալանավորումներ, չգիտեմ, միգուցե իր ինչ-որ վառ պատկերացում մեջ ընդհանրապես արկել Ռուսաստանից փող ուղարկեն Հայաստան, հա, եւ թողելով աղքատության, չգիտեմ, եզրին բնակչության բավականին ստվար զանգված, ինչ որ հիբրիդային մտքեր կարող է իր մոտ առաջանա եւ այլն։ Այս ամեն ինչը պետք է իհարկե հաշվարկել, բայց դրա համար էլ եմ ասում ընդդիմությունը եւ ընդդիմության տարբեր շերտերը
յուրաքանչյուր, այսպես ասենք, ընդդիմադիր միավորում կուսակցություն եւ այլն, իրաց գլխին կանգնած են բավականին խելացի, բավականին փորձառու մարդիկ, ովքեր անցել են եւ բարդ կյանքի ճանապարհով եւ հաշվարկել գիտեն եւ պլան D ունեն, այսինքն այստեղ իրենք պետք է ճիշտ աշխատեն, բայց էլ եմ ասում, կա հնարավորություն իշխանափոխություն անել ընտրություններով, բայց ուղղակի պետք է պատրաստ լինել դրան։ Պարոն Քոչարյան, անդրադառնանք Գյումրիում տեղի ունեցածին, որը դուք կատարյալ ֆիասկո որակեցիք, ինչու եք այդպես որակում, եթե Նիկոլ Փաշինյանը չի տրտմում, շարունակում է օկուպացնել եկեղեցիներ, զավթել փաստացի եւ համառորեն շարունակում է իր փոքրատիվ, բայց նույն դեմքերով այս եկեղեցից այն եկեղեցի ճակերտավոր կամ միգուցե ուղիղ ասպատակել։ Նայեք, ինչու՞մն է հիմնական ֆիասկոն։ Նիկոլ Փաշինյանը միայն Հայաստանի ներսի համար չի աշխատում, հա, Նիկոլ Փաշինյանը ունի որոշակի պատվիրատուներ, հա, որոնց ինքը, չգիտեմ, ամսական աչոտ է ուղարկում, կամ շաբաթական ինչ-որ բան է ուղարկում։ Եվ ինչ է ինքը ասում, որ ինքը ամենաուժեղ տղան է Հայաստանում։ B, որ ինքը ունի ժողովրդական աջակցություն, G, որ եկեղեցին այսպես կանի, եկեղեցին Իրանով կանի, հա, եւ որ ինքը սիրված մարդ է։ Հիմա ինչ է ցույց տալիս Գյումրին, հա, Գյումրին ցույց է տալիս, որ ինքը նույնիսկ Շիրակի մարզի տարածքում չի գտնում մեկ հոգևորական, որը գա եւ համաձայնվի զեղչված պատարակ տանի, հա, սա ընդ որում ինքն էլ խոստովանեց, ընդ որում ինքը խոստովանեց հերթական համանրական կարգի տապալման մեջ խոստովանեց, որ ինքը մարդկանց է ուղարկում այդ թվում ԱԱՑ-ին, հոգևորականներին պարտադրելու, որպեսզի իրենք զեղչեն կաթողիկոսի եւ սրբազանի հիշատակումը։ Բայց փոխարենը 3 սրբազաններ էին պատարակ մածուկ։ Տեսեք, ընդհանրապես իրենք քան ինչ որ մի անհասկանալի քահանա, հա, Արմավիրի կարծեմ թեմից, որը խուսափում էր, վերեցին, որը հետո փախավ։ Ես միշտ զարմանում այդ փախնելու վրա։ Կարծեմ Մուշաջյանն էր ազգանունը քահանայի։ Վահարշապատի ընտրություններում Արգիշտի Մեխակյանի կողքներ կանգնած։ Հիմա կարևոր չի, նայեք, քեզ մոտենում են հարց են տալիս, եթե դու ճիշտ ես։ Ինչու ես փախնում։ Ինչ ես փախնում։ Կաղնի ասա, հա, տենց եմ, ճիշտ եմ, համարը զեղչել եմ, ել եմ զեղչելու, կեցը մեր վարշապետը եւ ինչ ես փախնում։ Կամ են մնացածները, հա։ Ձեր հետևից գալիս են, կաղնի, էլի ժողովուրդ է կոդ։ Հիմա քեզ սիրում է թե չի սիրում, դա ուրիշ բան է, բայց ժողովուրդ է, մարդ է, քո հոտն է քրիստոնյա։ Կաղնի, ասա, ճիշտ ենք համարել, սենց ենք արել։ Բայց այն աստիճանի հասկանում են, որ սխալ բան են անում, հա, այն աստիճանի վախեցած են, այն աստիճանի շանտաժի տակ են, որ նույնիսկ մի ամբողջ մեծ արքեպիսկոպոս Արարատյան թեմի առաջնորդ, հա, տասնյակ տարիներով առաջնորդող եւ այլն մոռանում է աղոթքի խոսքերը, հա, եւ այդպիսի դեպք է եղել։ Երեք այո, բոլորս տեսանք, որ մոռացել էր աղոթքի խոսքերը եւ ինք իր բառերով ավարտեց այդ աղոթքը, հա։ Աղոթքն էլ զեղչեց փաստորեն։ Աղոթքն էլ զեղչեց, հա, այսինքն մարդիկ ամեն ինչ զեղչում են, եւ սա իրը գիտեք մի կողմից զավեշտալ է, մյուս կողմից ցավալի է, հա, որ այսպիսի մեծ հզոր կառույցի մի մասի ղեկավարին վերին հասնում են այն աստիճանի, որ հուզմունքից, վախից, շանտաժից, ես այն քիչ չի խոսում իր հոտի հետ, քիչ կարգադրում է կրճատել պատարակները, ինքն էլ է զեղչում աղոթները, հիմա չգիտեր, մոռացել էր, ես իմ հուզվել էր եւ այլն, սա ուղղակի խայտարակություն է, հենց նույն Փաշինյանն համար, այսինքն ինքը ուզում է ինչ-որ պատկեր ցույց տալ, որ տեսեք ամեն ինչ օքեյ է, տենց 4 հատ սրբազան խփել եմ գրպանից, բերել եմ, բանել արել ենք պատարակի ժամանակ եկեղեցու խորը կանգնում է եւ սկսում է բարձրաձայնել երգել ուրեմն եւ վեհապարի անունը տալ եւ սրբազանի անունը տալ, հա, ավելին չեն կարողանում եկեղեցում աթոռ գտնեն նստելու համար, հա, որովհետեւ քահանաները այդ ամեն ինչը դուրս են հանում։ Նույնիսկ մոմավաճառներն էին բոյկոտել։ Մոմավաճառ չկա, ժողովուրդը իրանց հետ չի գալիս, ինչ որ դրսից էլի մարդ են բերում, որպեսզի մասնակցի ժամերկության։ Եվ խնդիրը գիտեք որն է, որ լավ ներսում ինքը ինչ որ թոս փչեց, բայց դրսում եւ մեծ եկեղեցական կենտրոնները
եւ աշխարհակաղակական կենտրոնները։ Նայում են ասում տղա ջան, էս բան ես անում, խափում, հա, էսում ես բան անում, ականջներին մակարոն ֆրծնում, որ դու եսի ինչեր քո երազած տղան ես քո երկրում, որ եկեղեցին արդեն քեզ ենթարկված է, որ ամեն ինչ արել ես, ճնշել ես հեսա րոպեների ժամերի հարցը չէ, կարծեմ կաթողիկոսի գնալը անցել է, չգիտեմ, երևի մի շաբաթ կամ երկու շաբաթ այդ ժամերից, թող մի հատ իրեն ժամերը որոշեն։ Այսինքն սա ցույց է տալիս այս ֆիասկոները իր ոչ լեգիտիմությունն։ Եվ էլ եմ ասում, Միքայել Սրբազանը Գյումրիում չգտնվելով, հա, գտնվելով կալանավայրում, գտնվելով սահմանափակ, այսպես ասենք, կառավարման լծակներ ունենալով, ինքը ամեն դեպքում կարողացել է այնպիսի համակարգ ստեղծել, հա, որ որևէ քահանա, նույնիսկ որը Նիկոլ Փաշինյանի հանդեպ որոշակի լավ ուրեմն զգացումներ ուներ, սիմպաթիա ուներ, հրաժարվում են անել ըստ Փաշինյանի դա տարական բան է, միասա բան է, անցնենք առաջ, չեն անում։ Հասկանալը, որ կարող է խնդիր ունենան, հասկանալը, որ կարող է վաղը չեմ ասել իրենց հետևից էլ գան, հասկանալը, որ խնդիրներ են կուտակում, բայց չեն անում, եւ դա նշանակում է, որ այնպեսի հզոր հավատք ունեն այդ մարդիկ, այնպես են հարգել եւ հարգում իրենց ղեկավարին, հա, հոգեվոր առաջնորդին, այնպես են նվիրված Մայրաթուր Սուրբ Էջմիածնին, հա, որ ինչ էլ ցանկացավ Արնոտ Փաշինյանը, դա չստացվեց եւ Փաշինյանը չի կարողանում իր թիմում այսպիսի պատկեր ստանալ։ Ես ավելին ասեմ, եթե Միքայել Սրբազանի ժամանակին Գենշտաբի պետ նշանակեին, հա, երևի թե մենք շատ ավելի պրոդուկտիվ աշխատանք կունենայինք եւ պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո, քան հիմա, այսինքն այս մարդը կարողացել այդ մարդկանց մոտ հավատք, հավատարմություն եւ հարգանք ձևավորել, հա, պատվախնդրություն ձևավորել եւ դա ամենացավալին էր Փաշինյանի համար, որ փաստացի դու ստիպված ես կողքից մարդ բերես Գյումրի եւ Գյումրին իհարկե ինքը շատ լավ գիտի գյումրեցիների բնավորությունը, գյումրեցին երբեք չի սրել, որ դրսից փորձել են իր հարցերը ղեկավարեն։ Եվ քվեականներին դրսում հանրային բարձավանքի են ենթարկում սովորական քաղաքացիները չվախենալով ոչ ոստիկաններից, ոչ էլ ԱԱԾ-ներից։ Իսկ որտեղ կա ուժեղ հավատք, որտեղ կա ուժեղ գաղափար, այնտեղ Նիկոլ Փաշինյանը խնդիրներ ունեն, որովհետև ինքը դրանից զուրկ է, հա, ինքը ոչ գաղափարական մարդ է եղել, դժվարին պահերին անհետացել է, փախել է մարտի 1-ին, չգիտեմ, կորել էր բանի ժամանակ նոյեմբերի 9-ից հետո բունկեր, ասում էին բունկերից ուղիղ եթեր դեպքեր եղել կարծեմ էլի բունկերներ, այսինքն ինքը երբ որ տեսնում է Միքայել Սրբազանի նման մարդու, Բագրատ Սրբազանի նման մարդու, Սամվել Կարապետյանի նման մարդու, Վարդան Ղուկասյանի նման մարդու, չէ՞ որ ամեն մեկը իրենցից կարող է շատ հանգիստ հիմապայմանավորվել հետը, հա, նույն Սամվել Կարապետյանը կարող է ասել սա քեզ ես գնամ, էլի կասի հա, ու պայմանը որ այլևս քաղաքական դաշտում կամ ինչ-որ Էջմիածնի թեմայով չի խոսելու, երևի թե հաջորդ օրը Սամվել Կարապետյանը դուրս կգա կլինի ազատության մեջ, հա, բայց Նիկոլ Փաշինյանն այդպիսի մարդկանց քանի որ իր շրջապատում չի ունեցել, ինքը այդպիսինը չի, այդ մարդիկ իր համար խնդիր են, գլխացավանք են, եւ ինքը չգիտի իրենց այդ ինչ ան, ինքը իրենց ճնշում է, ինքը ճնշում է եկեղեցին առանց հասկանալը, որ եկեղեցու ինստիտուտը ձևավորվել է հենց այդ ճնշումների հիման վրա, հա, եւ եկեղեցականի համար փորձությունով անցնելը, եթե այն մարդու համար դա խնդիր է, հա, իր համար դա օրհնանք է, հա, եւ ինքը գիտի, որ այն աշխարհում, հա, ինքը ավելի շատ պլյուսեր է ձեռք բերում, Աստծուն ավելի է մոտիկանում, հա, այս ամեն ինչով էլ Աստված ավելի շատ է իրեն սիրել, Աստված իրեն ավելի շատ է մոտեցնելու, եւ Փաշինյանը դա չի հասկանում, կամ հասկանում է, բայց փոխվում է դա կոտրել ոնց անել, հա, եւ էլի տեսեք այս Վարդան Ղուկասյան, հա, խնդրահարույց, չգիտեմ, էմոցիոնալ բուրըն կերպար է, հա։ Ոչ միանշանակ, բայց այնուամենայնիվ առողջության հետ խնդիրներ ունեցող, բայց արժանապատիվ ձևով։ Բայց իր խոսքի տերը կանգնում է, ամեն անգամ դատարանի դահլիճ գալիս է, ավելի խստացնում իր ասածները, հա։ Էլ եմ ընդգծեցել Սամվել Կարապետյանն, հա, էլ եմ ասում մարդը, որը 60 տարեկան հասակում արդեն հասել է համարյա ամեն ինչ ունի եւ կարող է, չգիտեմ, հանգիստ ոտի վրա գցի եւ կյանք վայելի, չէ, ինքը պրինցիպալ հարց ունի, ինքը գաղափարական հարց ունի եւ այդ գաղափարական հարցի պատճառով ինքը իմ անազատության մեջ է ու մնալու է այնքան, մինչեւ կամ իրավիճակը ստե փոխվի,
ես համոզված եմ 100%, որ ինքը ընդհանրապես իր սկզբունքներին չի դավաճանի։ Նույնը Ռոբերտ Քոչարյանն էր Նիկոլ Փաշինյանի համար, որ բավականին իրենք չէին սպասում։ Տեսեք, քանի մարդ իրենք քրեական գործ հարուցեցին, Հայաստանից գնացին կամ Հայաստանն այլևս չեկան։ Եվ քաղաքական անձինք, եւ տնտեսավարող անձինք, հա, Ռոբերտ Քոչարյանը երևի միակ մարդն էր, որը վերադարձավ, հա, եւ պայքարեց իր համբավի համար, պայքարեց իր ասածներին եւ արածներին տեր կանգնեց, հա, 1.5 տարի նստեց բանտում, հա, ոչ ներողություն խնդրեց, ոչ մի բան չարեց եւ շարունակում է պայքարել։ Եվ դա չհասցրեց իր խոսույթի վրա։ Այս ուժեղ մարդիկ Փաշինյանի խնդիրն են, որովհետեւ ինքը ուժեղ չի, ինքը թույլ է։ Եվ այս հակամարտությունը իօգուտ Փաշինյանի չի վերջանալու, որովհետեւ այս մարդիկ գիտեն չնահանջել եւ հաղթել, այս մարդը գիտի միայն նահանջել եւ չհաղթել։ Այսինքն որքան սրբազանների ձերբակալի անազատության մեջ պահի, այնքան այդ բումերանգը կոպիտ ասած իր դեմ է աշխատել։ Անպայման, ինքը տեսեք, ինքը կարող է վաղ կաթողիկոսին էլ տանի KGB-ի Իդեպ պատվով։ այդ մասին արդեն նստացնի, գրում հա, է։ արդեն կլինեն կաթողիկոս եւ 4 սրբազան, եւ ինչ է փոխում դրանից։ Կաթողիկոսը, չնայած ես գիտեի ինքը ինչ ձևի մարդ է, հա, ինքը ուժեղ մարդ է։ Անկախ բոլոր պիտակներից վեր են չէին դիմանա, տեսեք, շատերը ընդհանրապես տեսեք, եկեղեցի կառավարելը, եկեղեցին դա բիզնես հիմնար չի, ՍՊ չի, չգիտեմ, հիմնադրամ չի։ Եկեղեցին դա ազգային արժեք գումարած կրոնական կազմակերպություն է, այսինքն այստեղ պետք է շատ ուժեղ կառավարիչ լինես, որ կարողանաս այդ կառույցը պահպանես, այդ կառույցը զարգացնես։ Ով ինչ ուզում է ասի, Գարեգին երկրորդի ժամանակ եկեղեցաշինությունը ավելացել է, եկեղեցիները դառել են ավելի մարդաշատ, դա էլ է բացայտ, թեմերը ավելացել են, դա էլ կա, եկեղեցու խոսքը ազդեցիկ է դառել, այսինքն այս մարդը երկար տարիներ կարողացել է, հա, կասեն լավ այդ վիճակը օգնում են, ես իմ իշխանությունները ձեռ չէին տալիս, բայց հիմա եկել է բարդ վիճակը եկեղեցու համար, մարդը չի կոտրվում, մարդը չի նահանջում։ Արշակ սրբազանն էլ չէ, երևի կարող էր գնալ պայմանավորվեր, նույնիսկ ոչ տեսանյութ էլ կլիներ, ոչ խոսակցներ կլիներ, հա, աներ այն ինչ որ ցանկանում է Փաշինյանը կամ Փաշինյանի տերերը, չի անում։ Վեհապարն էլ չի անում։ Տեսեք, Փաշինյանի ամբողջ ստրատեգիան հիմնված է եղել, որ ճնշումների ներքո, կոմպրոմատների ներքո, պարակտման պատճառով կաթողիկոսը հրաժարական կտա եւ կգնա։ Եվ այդ ժամանակ հայրաքելական եկեղեցին դադարի գոյություն ունեն ընդհանրապես, հա, կդառնա ինչ որ մի անհասկանալի հերթական կառույց, աղանդաբարի ինչ որ կառույց է դառնալու։ Բայց եթե կաթողիկոսը հրաժարական չի տալիս, չի կոտրվում, Փաշինյանը ոչ մի բան չի կարող անել։ Եվ դա Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց իր ասելության ժամանակ, իր հանդիպման ժամանակ, որ եթե Փաշինյանը հնարավորություն ունենար գրոհել Վեհարանը եւ հասնել հաջողության դրանով, այսինքն կաթողիկոսին պարտադրել հրաժարական, դա ինքը վաղուց արդեն կաներ, բայց չի անում։ Եվ այստեղ էլ եմ ասում, բավական գնահատանքի խոսքեր կարող եմ ասել, որ վեհապարի հասցեն, որ այս աննախադեպ ճնշման ներքո, տեսեք, քրոջ որդին կալանավորված է, եղբայրը կալանավորված է, եղբայր որդին կալանավորված է, արշակ սրբազանը կալանավորված է, հա, իր աջ ձեռքը, դիվանապետը, սրբազանները կալանավորված են, բոլորի հետևից ընկած են խոսակցություն եւ այլն, աննախադեպ ճնշումներ է գնում թեմերի վրա, դրսի թեմերի վրա, բայց եկեղեցին այս ամենաուժեղ հարվածը, այս 10 սրբազանների պարակտումը դիմացավ, դրան էլ դիմացավ, հա, այսինքն չփշրվեց, կանգնեց եւ կաթողիկոսը շարունակում է կանգուն մնալ եւ իր ինչքան կաթողիկոսը կանգուն մնաց, այդքան հայ առաքելական եկեղեցին որպես ազգային կառույց, որպես միավորող կառույց եւ որպես տիեզերական եկեղեցին շարունակելու է լինել։ Տեսեք, որոշակի անունները չտամ, հա, բարձրաստիճան հոգևորականներ Հայաստանից դուրս, հա, իրենք որոշակի խաղեր տվեցին, հա, տեղկար դրեցին, տեղկան այնպես չասեցին, ոնց որ պետք է, բայց հիմա որ տեսան, որ կաթողիկոսը դիմանում է, որ կաթողիկոսը չի կոտրում, որ
ընդհանրեն Շիրակի թեմի ժողովուրդը, Շիրակի թեմի քահանաները անկոտրում ունեն, այլտեղ քահանաները անկոտրում ունեն, աշխարհը հասկանում է եւ Հայաստանից դուրս գտնվող նաեւ եկեղեցականները, հայ եկեղեցիները հասկանում են, որ Էջմիածինը պահվելու է, պահպանվելու է եւ ավելի ուժեղանալու է եւ դրա համար արդեն մենք տեսանք, որ համարյա բոլոր պատրիարքները եւ Արամ Կաթողիկոսը կրկին բավականին խիստ ոճով դիմում են եւ նույն Փաշինյանին, որպեսզի ինքը եկեղեցից հեռու մնա։ Պարոն Քոչարյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Խնդրեմ։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրն էր մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը, հարցազրույցի հաջորդ թողարկումը վաղն է, հաջողություն։